Հովհաննես Այվազովսկին ամուսնացած է եղել 2 անգամ։ Առաջին ամուսնությունը եղել է անգլուհու հետ եւ անհաջող է եղել։ Երկրորդ կնոջը հռչակավոր ծովանկարիչը հանդիպում է այդ կնոջ ամուսնու հուղարկավորության ժամանակ։ Հովհաննես Այվազովսկին ցնցվում է նրա գեղեցկությամբ, տեսնելով թե ինչպես է վերջինս քայլում իր ամուսնու դագաղի հետևից։ Այդ ժամանակ Հովհաննես Այվազովսկին 65 տարեկան էր, իսկ Աննան 25 տարեկան։ Դե կներեք, ով չէր ցնցվի 25 տարեկան աղջնակի գեղեցկությամբ, մանավանդ երբ ցնցվողը 65 տարեկան էր։ Մեծ ծովանկարիչը սպասում է 1 տարի եւ 1 տարի անց ամուսնության առաջարկություն է անում։ Աննան չի մերժում այդ առաջարկը եւ նրանք ամուսնանում են։ Հետագայում Հովհաննես Այվազովսկին խոստովանում է, որ եթե չլիներ Աննա Բորնազյանը, նա այդքան մտերիմ չէր լինի իր հայրենակիցների հետ։ Նրանց տանը հաճախ էին հյուրընկալվում հայտնի նկարիչներ, երաժիշտներ, դերասաններ, գրողներ եւ դրան նպաստում էր Աննան։